Ռադիոկո, հանրային հեռուստաընկերության եթերում գտնված երազն է։ Առաջիկա 30 րոպեների ընթացքում խոսելու ենք մի մարդու մասին, ով երազում էր օդաչու դառնալ, սակայն ստացավ շինարարի կրթություն ու սկսեց երաժշտություն գրել։ Խենթ ու արկածային պատմություններով ու կենսագրություններով լի Սասուն Պասկևիչյանն է իմ այսօրվա հյուրը։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Համեցեք։ Պարոն Պասկևիչյան, ձեր անունն էլ, ազգանունն էլ հետաքրքիր պատմություն ունեն։ Ինչու Սասուն եւ ինչպես Պասկևիչյան։ Անունը շատերը ունեն Սասուն, այնուամենայնիվ, երբ որ ես ծնվել եմ, դա եղել է 1979 թվականին, այդ օրերին եղել է Սասունցի Դավիթ էպոսի 1000-ամյակը եւ հայրս դրել է Սասուն։ Գալով Պասկևիչյան ազգանունին, գիտեք, Պասկևիչը ռուս գեներալ է, ավելի ճիշտ Լե։ Եվ երբ որ ռուսական բանակը գրավել է Երևանը, շատերն ասում են ազատագրել է, բայց ես կարծեմ գրավել է։ Եվ այդ ժամանակ այդ օրը ծնվել է իմ պապայիս հայրիկիս պապը եւ ի պատիվ գեներալ Պասկևիչին անվանել են նրան Պասկևիչ, այդ Պասկևիչյանը դարձել է Պասկևիչյան։ Իսկ ովքեր են ձեր ծնողները։ Հայրս եւ մայրս Երևանում են ծնվել, հայրս 1901 թվականին, մայրս 1909 թվականին, իսկական բնիկ երևանցիներ են, մենք 4 երեխա ենք եղել եւ ծնվել ենք, ես Տաշտակերանքն եմ եղել։ Լսել եք Տաշտակերանք։ Տաշտակերանք մոտավորապես ընտանիքում վերջին ծնվածին անվանել են Տաշտակերանք, ասում Տաշտում ինչ որ կար չկար կերել են, էլի։ Ասենք լավաշ թողները, որ ամենավերջի հացը Տաշտակերում են նորեն։ Ես Տաշտակերանքն եմ եղել, այսպես ասած։ Իսկ մայրս եղել է տնային տնտեսուհի, հայրս եղել է շատ բարձրակարգ արհեստավոր ավտոմեքենաների, շարժիչների վերանորոգող, որքան լսել եմ, դեռևս 1926-27 թվականներին, երբ որ նոր գալիս էին ամերիկյան մեքենաներ, Ford մեքենաները, այդ շարժիչների միակ վերանորոգողը հայրս էր։ Եվ շատ արտակարգ հիանալի անձնավորություններ են, եւ հայրս եւ մայրս։ Այ դուք ընտանիքում եղել եք ամենափոքրը, եւ հետաքրքիր է ծնողներին ավելի շատ ամաչելու, թե հպարտանալու առիթ եք տվել։ Գիտեք ինչ, իմ խորին համոզմամբ ծնողների համար բոլոր երեխաներն էլ հավասար են, հավասար արժեք են։ Ես 4 երեխա, 3 եղբայր, մի քույր, բոլորն էլ ունեն իրենց յուրահատուկ կողմերը։ Պարզապես ես դերևս ավելի շատ սիրում էի սովորել։ Դպրոցում լավ եմ սովորել, 10 տարի էլ եղել եմ գերազանցիկ, ավարտեցի մեդալով, հետո ընդունվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտ ավարտեցի 62 թվականին, որից հետո կյանքը գնաց լեռնային գետի նման։ Եվ ինչպես օդաչուի մասին երազող պատանին հանկարծ ընտրեց շինարարություն։ Ես շատ եմ սիրում բարձունք։ Եթե մի որևէ բարձունք կա, աշխատում անպայման դա բարձրանալ։ Ու ինձ հրապուրում էր ինքնաթիռների թռիչքը վերևից նայել երկրին, ոչ թե ընդհանրապես մարդկանց։ Արուսևակի ասած մարդկանց։ Եվ դա երազանքն էր, ինձ թվում է երևի տղաների մեծամասնությունը ընդհանրապես սիրում են օդաչու դառնալ։ Բայց հետո ընտրվեց Պոլիտեխնիկ ինստիտուտը։ Իմ կյանքում շատ են եղել պատահական դեպքեր, որոնք իրոք ճակատագրական են եղել։ Ես ուզում եմ ընդունվեի Պոլիտեխնիկ ինստիտուտի քիմիական ֆակուլտետի այն ժամանակ կար կոնսերվացման տեխնոլոգիա, այդպեսի բաժին։ Այդտեղ տարան գործեր տվեցին, դա մի փաստաթուղթ պակաս էր, ասեցին գնացեք բերեք, գնացինք այդ բերեցինք, երբ նորից մտնում ենք Պոլիտեխնիկ, հանդիպեց մի մարդ պապայից հինցանոթներից ու ասեց, չէ, դե մի տվեք, ես ինչ տեղ է։ Այսինքն չհանդիպենք 5 վայրկյան այս կողմ այնքան, ես պետք է ասեք ուրիշ մասնագիտություն ունենայի։ Բայց ես շատ գոհ եմ իմ մասնագիտությունից, մանավանդ այդ ավտոմոբիլային ճանապարհներ եւ կամուրջներ, օդանավակայաններ, թունելներ, այդ մասնագիտությունն է, որը քեզ մղում է ավելի շատ տարբերակների գնալ։ Երաժշտությունը երբ գրել է, նույնպես երբեմն մի քանի տարբերակ ես գրում։ Այդ առումով ասում եմ, որ մասնագիտությունը ինձ օգնել է երբ գրել։ Բայց 22 տարեկանում արդեն 500 աշխատող։ Սա հաջողակ լինելու թե աշխատասիրության արդյունք էր։ Գիտեք, դա իհարկե հիմա հեռուստատեղումները չգիտեն ինչի մասին է։ Երբ որ ես ավարտեցի Պոլիտեխնիկ ինստիտուտը 62 թվականին, ես եւ իմ հիանալի ընկեր Հենրիկ Բաբայանը միասին գնացինք Կույբիշև։ Մեզ մոտ եկավ
մեր ամբողջ շինարարության Կուйբիշևսկի օբլաստի շինարարության պետը Հայր Խաչիկյան։ Եվ այնպես եղավ, որ սկսեցինք զրուցել, մի երկու բաժակ խմեցինք, ես ակարդեոն նվագեցի, ինքը հուզվեց, որտեղ 15 տարի չէր եղել Հայաստանում, եւ հաջորդ օրը վերադառնալով Կուйբիշև զանգեցել մեր նախարարին, ասել այդ տղային կնշանակես ասֆալտ-բետոնի գործարանի դիրեկտոր։ Բայց նման մի գործ անելու համար առնվազն մի 4-5 տարվա պետք է փորձառություն ունենաս, էլի, հրաժարվեց, ասեց ինձ կհանի գործից։ Նա ասեց, որ տղան կանի, եւ ես ստիպված աշխատեցի։ Այդ ժամանակ բացի կիրակի օրից մնացած յուրաքանչյուր օրը աշխատել եմ 20-ից 22 ժամ։ Այ նշեցիք ակորդեոնի մասին, այն եղել է առաջին գործիքը, որ դուք նվագել եք եւ գուցե առաջինը, որով նաեւ սկսել եք ստեղծագործել, թե։ Երբ որ դպրոցը ավարտեցի երազած գնահատականներով, հայրս ինձ նվեր արավ ակորդեոն։ Ու ես որոշեցի բնականաբար սովորել նվագելը եւ գնացի մի մարդու մոտ ու ասեցի ինչպես է ուզում նոտաներով, թե սելոֆով։ Լսողությամբ դրասի նոտաներով երկար գտեի լսողությամբ եւ մի երկու ամիս պարապեցի, որից հետո արդեն սկսվեցին մեր այսպես ասած ուսանողական վեճերները։ Կա մի ստեղծագործություն ձեր իսկ գրածներից, որը համարում եք լավագույնը, ըստ ձեզ։ Ախր երգերը երեխաների նման են, դից չես կարող ասել։ Գիտեմ, բայց այնուամենայնիվ գուցե ձեզ համար մի կա մի երգ, որը իր ուրույն տեղն ունի։ Ասեմ նախ գրեթե բոլոր երգերն էլ հիմնականում ապրված են։ Եթե ես դա ինքս ինձ չզգամ, այսպես ասած, հերոսի դերում, չեմ կարող ստեղծագործել։ Դա էլ ասեմ, երգը ստեղծելիս ես նկատի եմ ունենում, որ 10 ունկնդրից 6-ին հարազատ լինի, որպեսզի նա զգա։ Դրան գումարվում է ասեն բնականաբար Աստծո տված շնորհքը, ու հետո երբ որ երգը ստեղծվում է, լինում են նաև երգեր, որ մի քանի տարբերակ է գրվում։ Ես պետք է ներսի ձայն, իմիջորից ներսում ձայն կա բոլորի մոտ կա, դա առանձին թեմա է։ Նա ասում է, որ ասա ճիշտ է։ Երգը որպեսզի երգ դառնա, իմ մոտ առնվազն 500-ից 1000 անգամ պետք է երգեմ ես։ Առաջին երգը, որը դարձավ այսպես ասած իմ այցեքարտը, դա դու հեռացար քեզ մոռանալ չի լինի երգն է։ Հետո ներիր ինձ մայրիկու շատ ուրիշ երգ։ Կուզեմ հիմի փչե զորնեն, այ դա էլ շատ կարևոր է։ Ես առաջարկում այս պահին դիտենք դու հեռացար գեղեցիկ ստեղծագործության մի տարբերակ Հայկոյի կատարվամբ։ Որից հետո կշարունակենք։ Դու հեռացար Քեզ մոռանալ չի լինի Պշտոց սիրտը երբեք նախոր չի լինի Եթե կյանքում կետ մեկ անգամ վշտանաս Հովին էմա սիրտըց թեթե թող լինի Եթե կյանքում Get me անգամ վշտանաս Հովինամա սիրտը թեթե թող լինի Իսկ թե հարկած սևաչերդ արտասվեն Թող արցունքդ սրտիս վրա վեր լինի Թող հողմերը հոգիս հանե ծղատեն Միայն սիրտըտ տխուր չլինի Թող հողմերը հոգիս հանե ծղատեն Միայն սիրտըտ տխուր չլինի Տարբեր սերունդներ են անդրադարձել այս գեղեցիկ ստեղծագործությանը, այդ ուրախությունն է, հաջողությունն է, որովհետև առաջինը կատարել է Բելա Դարփինյանը, դեռևս 74 թվականին, առանց իմանալու ով է հեղինակը, դա ավելի ինձ համար կարևոր է։ Լավ, իսկ կանանց հետ հարաբերություններում, երբևէ ձեր երաժշտական լինելը օգնել է։ Ձեր զենքը, ձեր երգը։ Բոլոր հարաբերություն, օրինակ երեք ինձ պոլիսը կանգնեցրեց, հետո որտեղ ճանաչեցին, ասին հաջողություն գնա։ Շնորհակալ եմ։ Իսկ կանանց։
չեմ պատկերացնում մի կին, որը չսիրի, որ իրեն գովերգում են, որ իր մասին լավ են արտահայտում, ես էլ աշխատում միշտ լավ խոսել։ Խոսքը գնաց կանանցից առաջարկում այս պահին ձեզ այստեղ հրավիրենք ձեր սիրելի կնոջը Գայանե Դավթյանին եւ զրույցը շարունակենք նաեւ նրա հետ։ Համեցեք տիկին Գայանե։ Բարև ձեզ։ Բարև։ Համեցեք։ Վայ, դու ես դե։ Բարև ձեզ։ Մենք այստեղ խոսում ենք, բամբասում ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում պարոն Պասկևիչյանի կյանքում եւ եկանք հասանք այն փուլին, երբ դուք պատահական հանդիպեցիք փողոցում։ Այո։ Ինչ հանդիպում էր սա, ինչ ճակատագիր էր սա, ինչպես ստացվեց։ Ճիշտ է, ես եմ կարծում, որ դա ճակատագիր էր։ Մենք գնում էինք Վարդաշեն, տատիկիս տուն եւ տաքսի էր մեզ պետք։ Այդ ժամանակ Երևանում որևէ մեքենա որ կանգնեցնում էր, մի ռուբլի տալիս էր, քեզ աշխարհի ծայրն էին տանում։ Մեզ թվաց սովորական տաքսի դուրս եկավ ռադիոյի դարպասներից։ Մենք կանգնեցրինք, ուրեմն չգիտեինք որ սա ասում ես, ասում է մի քիչ sense տեղաշարժվեց, ասինք չէ, երևի լավ չի վարում, ինքը դուրս եկավ, աղջիկներ, ձեզ ինչ է պետք, այդպես, ուրեմն, ասինք մենք Վարդաշեն, իմ ճանապարհին եք, նստեք, ես կտանեմ, Ռուբեն Մաթևոսյանը մեքենայի մեջ էր, ձայնագրությունից էին դուրս գալիս, կուզեմ հիմի փչեզուրնը երգի։ Դրա համար մենք միշտ ասում ենք, որ այդ երգը մեզ համար ճակատագրական է եղել։ Դուք նրանց անմիջապես ճանաչեցիք, թե Ռուբենին այո, բայց ասունին ոչ, գերուհիս ճանաչեց, ասում Պասկևիչյանն է։ Այդպես մենք նստեցինք, Ռուբենին տարանք տարբեր տեղեր, հետո նոր մեզ ասունը տարավ ուրեմն Վարդաշեն եւ այդպես։ Ու Վարդաշեն ճանապարհին կպավ։ Պարոն Պասկևիչյան, հավատում եք պատահականություններին։ Նայեք, պատահականությունը եւ անհրաժեշտությունը ընդհանուր մտնում են ճակատագրի մեջ։ Ճակատագրի 90%-ը ես տալիս եմ մարդուն նայեք իր ճակատագրի հիմնականում տնօրենում։ Այնուամենայնիվ մնացած 10%-ը երկու մասի են բաժանում, մեկը պատահականություն, մեկը անհրաժեշտություն։ Կոնկրետ այս դեպքում սերովին եւ պատահականություն եւ անհրաժեշտությունը միասին էին, էլի, որտեւ երբ որ մենք դուրս եկանք ձայնագրությունից, բանով դալանով ռադիոյի դալանից, եթե 5 վայրկյան շուտ դուրս գային կամ ուշ դուրս գային, չենք հանդիպելու եւ այս հաղորդումը չէր լինելու։ Հաղորդման մենք միասին չենք լինելու։ Եվ ուրեմն այդպես հանդիպեցինք ու դա վերածվեց շատ մեծ պատմության, որը դա առանձին մի թեմա է, կարելի է մի 250 սերիանոց ֆիլմ նկարահանել։ Սցենարները գրի առեք, հիմա շատ ակտուալ են։ Չէ, ինձանից հետո կնկարահանվի։ Տիկին Գայանե, հետո միասին արդեն գնացիք ԱՄՆ։ Ոչ, այդ ժամանակ ոչ, մենք միասին գնացինք 84 թվականին, ես ավարտեցի համալսարանը, բանասիրական ֆակուլտետն եմ ավարտել համալսարանի եւ ուրեմն տղաս էլ արդեն ծնվել էր, Թադևոսը 3-4 ամսական էր, մենք գնացինք Ամերիկա եւ այնտեղ սկսվեց մեր շատ բուրըն գործունեությունը եւ շատ ակտիվ կյանքը։ Ես իսկապես լավագույն տարիներս կարող եմ ասել անցկացրել եմ ոչ թե դա Լոս Անջելեսն էր դրա համար եմ ասում, դա կարող է լինել մի այլ քաղաք, բայց Սասունի հետ միասին ինչ գործունեություն որ մենք ծավալեցինք, սկզբում թերթում էինք միասին աշխատում, գրում էինք, Սասունի իհարկե ավելի շատ էր վարձատրվում, քան ես, որտեղ իր անունը ավելի հայտնի էր այնտեղ, հետո մենք սկսեցինք հեռուստատեսությունը, Tele-Armenian 1989 թվականից 15 տարի միասին ամեն ինչ արել ենք միասին, մեր տունը այսպես արվեստի եւ մշակույթի կենտրոն էր, Հայաստանից բոլոր հյուրերը գալիս էին մեր հեռուստատեսություն, մեր տանը ամեն օր 20-25 մարդ մինիմում պետք է լիներ, ես Սա էր հենց այն նպատակը պատճառը, որի համար հատկապես մեկնեցիք այնտեղ, թե։ Ինձ համար ամենավերևը Աստված է, ներքևում իմ արժանապատվությունն է, հայրենիքը գտնվում է իմ արժանապատվության ավելի բարձր է, արժանապատվության եւ Աստծո միջեւ։ Պարզապես իմ արժանապատվությունը վիրավորեց, դա երկար պատմություն չզբաղացնենք էլի, ու ես որոշեցի մեկնել, թե չէ ես երբևէ չեմ էլ մտածել մեկնելու մասին։ Բայց որ գնացին կյանքս ուրիշ ընթացք ստացավ, դա էր երկար պատմությունը, որից հետո Գայանեի հետ միասին գնացինք ու սկսվեց նոր կյանք, նոր ուրիշ բնակավար, որից մենք շատ գոհ ենք, որովհետև անկեղծ եմ ասում, մեր բոլոր տարիները եղել է դա ազգապահպանման նվիրվածություն ու մեր հաղորդումները մենք էլի
նույն թիվը մոտ շուտ 500 երեխա էր ընդգրկված մեր հաղորդումներում, որի երեխաներից ղեկավարում էր հատկապես Գայանեն։ Գայանին ավելի շատ էին ճանաչում, որովհետև ինքն էր հաղորդավարը, ինքն էր հաղորդումները բոլորը մանկապատանեկան հաղորդումները բոլորը Գայանեն էր պատրաստում։ Ես ավելի ուրիշ պրոբլեմային հարցեր էի քննարկում։ Սկզբնական շրջանում նաև քաղաքական կուսակցություններն էին մասնակցում ամեն մեկը առանձին, հետո ես տեսա, որ չէ, գործ չունեմ։ Դա էլ երկար պատմություն է։ Եվ վերադարձեք էին մեր հաղորդումները։ Ահ, վերադառնալը։ Գիտեք, երբ ես առաջի անգամ ոտ դրեցի Ամերիկա, առաջի անգամ այս պահին հիշում եմ, երբ որ ես իջա օտանավակայանում, ասի ես հետ պետք է գնամ։ Եվ մի ուրիշ զարման հարաշ բան, 24 տարի, ես 24 տարի եմ ապրել Ամերիկայում, այդ ընթացքում 30 անգամ գնացել եկել եմ Երևան։ Բայց ամբողջ ժամանակ ամեն օր երազում Հայաստանում էի, դա հիվանդություն էր։ Երբ որ գալիս էի Երևան, Հայաստան վերանում էր։ Վերադառնում նորից սկսվում էր։ Այնպես որ միշտ որոշել եմ, որ գա ու վերջապես դա իրականացավ։ Շատ դժվար էր, որովհետև երբ որ մենք արդեն վերադառնում էինք, բոլոր ոչ ոք չէր հավատում, մենք հարյուրավոր ընկերներ եւ բան ունենք, ասում են իսկապես գնում եք, ոչ ոք չէր հավատում, այսինքն այդտեղ որ ընկնում ես, էլ գիտեք արդեն բոլորն էլ գնում գալիս են, միսակ դժվար է կտրվել այդ ամեն ինչից, չէին հավատում, մինչև վերջին րոպեն, որ մենք իսկապես վերադառնում ենք, չգիտեմ ինչ էին համարում դա, ինձ համար շատ սովորական բան էր դա, այսինքն ապրեցինք այնտեղ 20 տարի, 20-24, հիմա մեր հայրենիքում ենք, կուզենանք, հետո նորից կգնանք ապրենք, խնդիր չկա, ես խնդիր չեմ տեսնում։ Ես եմ գնա։ Ես չեմ գնա։ Ուրեմն չէ, բանը, հարցը կայանում է նրանում, որ 97 թվականին մենք դարձանք ամերիկյան քաղաքացիներ եւ հիմա մենք ունենք ամերիկյան քաղաքացիություն եւ ցանկացած ժամանակ, ցանկացած օր կարող ենք գնալ աշխարհի ցանկացած երկիրն ապրելու։ Բայց սա է մեր landing անգլերեն որ ասում են, սա է մեր օտանավակայանը։ Ինչու ասեցի, որտեղ որոշ հեռուստատեղներ կասեն, հետ է եկել, չէ, մենք կարող ենք ցանկացած ժամանակ գնալ։ Ոչ։ Սա եկել եք, որովհետև այդպես եք ցանկացել։ Ոչ է ցանկացել ենք, այլ դա անհրաժեշտություն է։ Սա այնտեղը չի, որ ես խոսայի, ես ոչ մեկին չեմ եղադրում, որ գնում է հիմա էլ, բայց արտագաղթը ահավոր երևույթ է եւ ոչ նույնիսկ եղել են դեպքեր, որ ասում եմ, խնդրում եմ, աղաչում եմ, մի գնացեք էլի Հայաստան, որովհետև չգիտեն թե ուր են գնում։ Սա երկար թեմա է։ Լավ, այ հեռուստատեսության, երաժշտական, գուցե նաև շինարարական այս ամբողջ գործնեության ընթացքին նաև քիչ թե շատ հետևել են ձեր երեխաները։ Անպայման։ Եվ նրանք ունեն իրենց ուրույն կարծիքը այն մասին, թե ինչպես է ստեղծագործում եւ ինչպիսին է լինում ստեղծագործելիս։ Իմիջիայլոց նրանք էլ ունեն իրենց հաղորդումները։ Պարոն Պասկևիչյանը, այս պայն առաջարկում եմ դիտենք մի ռեպորտաժ, որտեղ գուցե անակնկալ լինի ձեզ համար, թե այն ինչ դուք կտեսնեք։ 6, 5, 4, 3, 2, 1 Սկսեցինք Սասուն Պասկևիչյանը ըստ Սասնուհու եւ Թադևոսի։ Հենց սկզբից ու միաբերան Սասուն Պասկևիչյան հոր հետ դժվար է։ Շատ իսկապես էմոցիոնալ, հա, կարող եմ միանգամից ասենք ինչ-որ բան ասենք խոսում ենք ընթացքում ու ինքը միանգամից ռեակցիա տա։ Նույն էմոցիոնալությամբ էլ պարապում էր որդու հետ, երբ Թադևոսը մտածում էր երգիչ դառնալ։ Օրերով երգերի տեքստերն էր անգիրանում, հետո փորձեր անում։ Հողները օքիս հանեն, ծվադեն։ Երգիչ չդարձավ, բայց երգահան Սասուն Պասկևիչյանի երգերից մի քանիսին արժանացավ։ Որդուն երգելու արվեստին էր ծանոթացնում, դստերն էլ հուշաթերթիկ, շպարգալկա պատրաստելուն։ Երկուսս էլ ճարաճճի ենք։ Այո, եղել են նման դեպքեր։ Ոչ միայն մեկ անգամ եղել են դեպքեր, բայց իմաստը նա էր շպարգալկաներին, որ խելոք կազմել, խելոք։ Սասուն Պասկևիչյանի երեխաները կյանքի դժվարություններին պետք է պատրաստ լինեին դեռ փոքրուց։ Ինչ իմանաս կյանքը ինչ փորձություններ կնախատեսի։ Սիրում էր տարբեր ուտեստներ խառնել եւ մեզ հետո կաշառել, որպես կաշառում էր մեզ փողով, բայց իմաստը նա էր, որ պատրաստ եղեք, երբեք չգիտեք դուք ինչ վիճակում կհայտնվեք։ Հոր անկանխատեսելի բնավորությանը վաղուց են ծանոթ, ամեն ինչի հետ էլ հաշտվել են։ Նրա բոլոր առանձնահատկությունները ընդունում են։ Միակ խնդիրը մուսան է։ Երբ նա գալիս է, հայրիկը միանգամից անճանաչելի է դառնում։ Մենք կարող ենք նստած լինել, շատ լռության մեջ, ինչ-որ մի բան խոսել, TV նայել, եւ նա կվերկանա եւ կգնա միանգամից դոմ, ես ստեղծագործում եմ։ Դեռ չեն փորձել, չեն էլ փորձի։ Բազմաթիվ առավելությունների մեջ մի թերությունը ներելի է։ Հատկապես, որ հայրիկից սովորելու շատ բան ունեն։ Ինչպես իրենք
Իրենք են ասում, նրանից ամեն օր են սովորում, բայց գլխավոր խորհուրդը վաղուց կա։ Երազանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ։ Ես մտածեցի ավելի խայտարակ բաներ պիտի պատմած Համեստ են գտնվել։ Համեստ են գտնվել։ Փաստորեն հուշա թերթիկներ սարքելու հարցում եք վարպետ եղել, հա։ Չէ, գրոսմայստեր եմ։ Չէ, դա գիտեք ինչ, նախ ես սովորում էի շատ լավ, բայց ինչ ասեմ, բնավորություն ասեմ, թե ձգտում ասեմ, մի բան էլի, որ ուզում եմ անպայման շպարգալկա օգտագործել։ Ես երբեք։ Գիտեմ, առարկան գիտեմ, բայց պետք է անպայման շպարգալկա օգտագործել։ Օրինակ Դե պահեստային միջոց։ Հա, օրինակ, չգիտեմ, լսած կլինեք, թե չէ, օրինակ շպարգալկայի պատրաստում սրիչի վրա։ Սրիչի։ Հա, մատիտի վրա։ Նոր ձևեր է Մանր սովորեցնում։ Հիմա ես փորձակցում եմ, մի բանաձև որ գրում ես 3-4 րոպե կարող ես խոսել, էլի։ Հիմա այս մատիտը 6 կողմ ունի, մի կողմի վրա գրված են, մնացած 5-ը ազատ է։ Ես այնտեղ փորագրում եմ, ասենք մի բանաձև կամ մի որևէ երկու բան, հետո դա չի, ոչ ուրիշը չի տեսնում, միայն պետք է լույսը ուղղահայաց ընկնի այդ մատիտի վրա ու կարդում ու գրում են։ Նույն դա շատ երկար Իսկապես գրոսմայստեր։ Իսկ սրիչը, չգիտեմ, դուք տեսել եք թե չէ հին սրիչները, որ բացում էի սրիչի մեջ, այնտեղ կալկա կար մի հատ։ Այդ կալկան, որ վերցնում ես, մաքուր շպարգալական գրում էինք այդտեղ, կալկան նորից դնում էինք տեղը։ Հիմա այդ բացում էի եւ դասախոսի դնում էին, ինչ կա, մտածի որ սրիչի մեջ կարող է բան։ Ու մատիտը սրում էի, հետո մատիտով որ սեղմում էի այդ կալկային, տակից թափանցում էր արդեն։ Չէ, հայտի ֆիլմից փաստորեն գերազանցել եք։ Իսկ Թաթևոսը ինչու հրաժարվեց երգելուց։ Գիտեք, Հրաժարվեց ինքը հիմա էլ է երգում, ուղղակի ինքը լեզուների մեջ ավելի շատ ունակ է լեզուն։ Ես իրեն ասում եմ դու դեռ մի քանի լեզու էլ պիտի կարողանաս սովորել, ինքը իտալերեն, իսպաներեն, անգլերեն, շատ մայրենի լեզվի պես տիրապետում, այս ասում չինարեն է սովորի, ճապոներեն հեշտ է ստացվում քո մոտ։ Չգիտեմ, ինքը երբ որ լսեց, որ համալսարանում իսպանական ուրեմն ֆակուլտետ կա, ինքն էլ Լոս Անջելեսում իսպաներենն էր արդեն 4 տարի վերցնում դպրոցում, իրան շատ հետաքրքրեց դա։ Եվ այդպես մի անգամ, որտեղ մենք եկել ենք կոնսերվատորիայում ենք գործերը իր հանձնում արդեն, ինքը դաշնակահար էր ուզում դառնալ եւ երգի։ Ու ինքը փոխեց մի անգամից, ասեց ես ավելի լեզուների կգնամ, պետք է պարապեմ շատ դաշնամուր, Ծանր եք տարել այդ որոշումը։ Չէ, բոլորովին։ Իրանք որոշում են։ Գիտեք, օրինակ իմ հայրը կյանքում երբեք չի ասել, չէ, ես ինչ բան եմ արա։ Եթե ուզում էր ասել ոչ, ասում էր քու գործն է, եթե ասում էր քու գործն է, դա նշանակում է որ համաձայն չի։ Հիմա ես էլ ասում եմ, ինչպես որ երեխան չի կարելի զրկել ինքնուրույնությունից։ Պարզապես պետք է հետևել, որ չշեղվի։ Օրինակ երկուսն էլ ամուսնացած են, ես ասում եմ, ես չեմ ասել ում հետ ամուսնանաք, բայց կասեմ ում հետ չամուսնանաք։ Ձեր գործն է։ Իրենք երկուսն էլ երաժշտական կրթություն են ստացել, դաշնամուր նվագում են, երաժշտական դպրոց են գնացել, Գլենդելում ոչ մեր Սարո Մանգասարյանի դպրոցն էր, առաջին ինտերնեշնալ միջազգային դպրոցը, այսինքն այդ շատ լավ է, որովհետև իրանք ստացել են այդ բոլոր կրթությունները, գեղագիտական բոլոր բաները, եւ դա շատ կարեւոր է որևէ, չէ, երեխայի համար հետագա ընթացքի համար, դա կար։ Մնացած արդեն իրենք որոշեցին, իրենք էլ Պարոն Պասկևյան, ձեր եւ ձեր երեխաների միջև տարիքային ավելի մեծ տարբերություն կա, քան սովորաբար լինում է։ Սա ավելի ձեզ օգնում է, թե բարդացնում է հարաբերություններում։ Երևի չի խանգար։ Ասում է հոգով եկան երիտասարդ դա որ։ Ինչ առումով, որովհետև երբ ծնողները մեծ են լինում, երեխաներն ավելի շնորհալի են լինում, այդ մեկ։ Իհարկե։ Եվ մյուս կողմից ծնողը ինքը մեծ փորձառություն է ունում ու տալիս են այնպիսի ուղղություններ, տեսեք, ես չեմ օգտագործում խորհուրդ բառը, ես չեմ սիրում ասել, որևէ մեկին չեմ ասում, խորհուրդ եմ տալիս, այլ ասեմ, ես այսպես կանեի կամ իմ կարծիքը սա է, ընդհանրապես եւ չեմ էլ տանում, երբ որ ինձ ասում են, քեզ խորհուրդ եմ տալիս, ինչ բանն արա, չէ, դու քո կարծիքը այդ ես ինքս կնայեմ, գալով երեխաներին, պարզապես ես միշտ զրուցում եմ նրանց հետ, որ ինչպես կարելի է անել, օրինակ հիշում եմ հայրս ասում էր փափուկ տեղ մի քնի, որտեղ դու չգիտես թե կյանքում ինչ պայմաններում կլինես, բարձ մի դիր գլխից տակը, դող բարձը չլինի, կամ ինչպես պետք է վերաբերվել փողի հետ, դրամ հետ, դա շատ կարևոր է։
Հիմա ցավոք սրտի, ինչի ցավոք սրտի, ասենք այն ժամանակները ավելի երեխաների ու ծնողների հարաբերությունները ավելի սերտ էին։ Իսկ հիմա արդեն Facebook-ն ու ինտերնետը ցույց են տալիս։ Facebook-ական ես ասեմ։ Facebook-ից բողոքում, բայց ինքը շատ-շատ է Facebook-ում։ Երեխաները Facebook-ով եք շփվում։ Երբեմն այո, նամակ են իրար գրում Facebook։ Կողքից մի օր զանգում են հեռախոսով կողքի սենյակից։ Կողքի սենյակում սաստուն քնում, մեկը առավոտ տենում է SMS-ա գրել։ Ասիկանի չի զգալս։ Անարել է։ Ժամանակակից մեթոդներով են։ Այ ռեպորտաժում երեխաները նշեցին, թե որքան մեծ կարևորություն է ձեզ համար մուսան եւ արդյոք այս պահին մուսան բարեհաճ է ձեր հանդեպ։ Թույլ Գոհար ջան, ուրեմն մուսայի մասին ընդարձակ պետք է խոսենք ինչի համար, որովհետեւ շատ-շատերը զրուցել եմ, թե ինչ է իրենից ներկայացնում մուսան, ասում են մուսաս եկավ։ Այդ երթուղային տաքսի էր ինչ-որ եկավ։ Հայտնվեց։ Մուսան ինչ է։ Հիմա երբ որ խոսքը գնում է, ես ասեմ, ապա ինձ ասեք, ինչ տարբերություն հոգու եւ ոգու միջև։ Հոգին սկզբից միջև, իսկ ոգին կարող է մտնել, կարող է դուրս գալ։ Այդ ոգին, այդ մուսա գոչեցյալ հենց դա ոգին է։ Իմ մոտ դա երկահանի ոգին է, մի անգամ էլի իմ մասին հաղորդում էր եւ ասին կոմպոզիտոր, ասի ես կոմպոզիտոր չեմ, ես երկահան եմ, ինչի համար, որովհետեւ այնքան կոմպոզիտորներ կա, որ մի հատ երկրել չեն կարող գրել, էլի։ Սա երկահանություն, դա առնչվում է մուսայի հետ։ Պարզապես ինձ շատ օգնում է, որ սերոտին երկու մուսա կա, իմ մոտ մեկը ասենք թե պոեզիա է եւ մյուսը երկահանություն երաժշտություն, ու նրանք իրար հետ համընթաց համահունչ գնում են։ Այսքան հարուստ մարդ եք, ո՞րն է այն երազանքը, որը դեռևս չի կատարվել։ Դրանք մեկը չի, երկուսը չի, շատ են։ Օրինակ, ես մի քանի տարի առաջ մի հոդված եմ գրել, սփյուռքահայ թե սփյուռքաբնակ հայ։ Մեծ տարբերություն կա սփյուռքահայ եւ սփյուռքաբնակ հայի միջեւ։ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր ոք էլ նա այս հայրենիքը իրենն է։ Հիմա եղավ ասենք թե Ավստրալիայում կամ Կանադայում կամ մի որտեղ, այնտեղ ստեղծում են իրենց Հայաստանը։ Սփյուռքը Հայաստանը, բայց հայրենիք չի։ Ես կուզենամ, որ Սփյուռքը եւ Հայաստանը համատեղ աշխատեն, համատեղ գործեն։ Դա էլ առանձին խոսական թեմա է։ Սա այն չի որ եկեք բոլորս գանք ստեղ։ Այսպեսի բան չկա, չխոսենք այս մասին, հա։ Մանավանդ հիմի ներկայիս տեղի ունեցող այս արտագաղթի մասին է խոսքս, էլի։ Բայց որպեսզի թեկուզ այնտեղ, թեկուզ այստեղ համատեղ աշխատենք։ Սա իմ ամենամեծակույն երազանքն է։ Այդ դեպքում ո՞րն է ձեր գտնված երազը։ Ամենավերջինը ասեմ, դա որ 24 տարի ապրելով այնտեղ երազում էին վերադառնալ հայրենիք։ Ու սա իմ գտնված երազանքն է Գայանեի հետ, իմ երեխաներից հետ։ Ես երկու աղջիկ ունեմ, իմ Շուշանիկս եւ Վիկտորիաս, որոնք ապրում են Լոս Անջելեսում, բայց հիմա մենք 4-ով ապրում ենք հայրենիքում եւ դա ինձ համար գտնված երազ է։ Իսկ ձերը։ Ես այսպես կպատասխանեմ, որ շատ երազներ ունեմ ես, շատ երազանքներ ունեմ, կամաց բոլորն էլ կատարվում են։ Իմ ընտանիքը, այս հրաշալի ընտանիքը շատ լավ ամուսին, իմ ընկեր Սասունը, իմ սիրելի Սասունը, իմ երեխաները, բայց ես հիշում եմ Գոհար, որ մի անգամ ես լսում էի մի դերասանուհու Լալաներ Մնացականյան, ինչ որ մի հաղորդման մեջ նա այսպեսի մի բան ասեց, ինչ շատ դուր է եկել դա եւ ասեց, որ կա չինական անեծք, թող կատարվեն քո բոլոր երազանքները։ Եվ ես մտածեցի, որ իսկապես, եթե մարդու բոլոր երազանքները մի անգամից կատարվեն, ամբողջ կյանքի ընթացքում ինչ է մնալ։ Դու պետք է մինչև կյանքիդ վերջը երազես եւ հերթով կատարվեն քո երազանքները։ Ես շատ սիրում եմ ճամփորդել, կուզենայի, որ մինչև իմ կյանքի ավարտը, երբ որ դա կլինի, ես հնարավորինս շատ ճամփորդեի եւ ընտանիքս լիներ առողջ եւ երեխաներս հասնեին իրենց բոլոր ուզածներին։ Երևի մոր համար այդպես երազանքը, իսկ երազանքները չեմ ուզում որ գտնված երազ Սասունը, երեխաներս, իմ ընկերները, մեր հարազատները, իմ շրջապատը, ամեն ինչ շատ լավ է ինձ մոտ, ես համարում եմ, որ Okay։ Հա, ամեն ինչ okay է։ Չգիտեմ, լավ, ամեն ինչ նորմալ է, թող երազանքները կամաց կատարվեն։ Ուրեմն անսպար եռանդ եւ երևակայություն ձեզ եւ իհարկե ոգի։
շատ զգացված եմ։ Ոգին միշտ կա, ասում եմ, մինչև գիշերվա 4-5-ը Ոգին կարող է վերանալ, երբ որ կանայք չլինեն։ Այո։ Դե դուք շրջապատված եք երկու հիանալի կանանցով, այնպես որ Այո։ Թող շատ լինեն շրջապատող կանայք, դրանից թող իր ամուսան ավելի լավ լինի եւ ինքը թող շատ ստեղծագործի։ Հա, Գոհարն դուք էլ մի բանաստեղծություն կընտրեք եւ ես այդ բանաստեղծության հիման վրա երաժշտություն կգրեմ։ Եվ կնվիրի Եվ ձեզ։ կնվիրենք Գոհարին։ շատ շնորհակալ եմ։ Չմոռանաք։ Անպայման։ Դե լավ, ես էլ փորձեմ եզրափակեմ մեր ծրագիրը եւ պարզապես մաղթեմ, որ ձեր բոլոր երազանքները կատարածվեն, բայց դրանք չվերջանան։ Անդադար երազեք։ Շնորհակալություն, եթերում գտնված երազներ։